Գողության մասին է կառավարության վարչապետը դիմելով կառավարության անդամներին հայտարարեց պրիմիտիվ գողությունը Բերեք հետևյալը պայմանենք, հարգելի գործընկերներ, ես ձեզ խոստանում եմ, մենք ընդունենք ձևաչափ, ձեզ հետ աշխատելու։ Խնդրում եմ ինձ երկու հարց մենակ չտաք։ Առաջինը, ասենք այն բաները, որ մեկնաբանման ենթակա նախկին կատարված աշխատանքների բան, ես պրոֆեսիոնալ դաշտում եմ խոսելու։ Ինչ ժամանակ տվեք, որպեսզի ես մտնեմ ին ոլորտը ամբողջությամբ, իհարկե տիրապետում եմ, բայց ամբողջությամբ այնտեղ տիրապետենք, ես ձեզ խոստանում եմ, ես այսօր հանձնարարություն եմ տալու, որպեսզի մենք ունենանք անպայման եւ լրատվական աշխարհի եւ հանրության հետ հաղորդակցության ձևաչափ, դա շատ կարեւոր է։ Եթե մենք չունենանք ձևաչափ, հասկանում եք, մենք այդ հաղորդակցության ուղիները ճիշտ չանենք, միշտ խեղումներ է լինելու։ Ինֆորմացիան շատ կարեւոր է։ Վարչապետը հայտարարեց, որ գողություն է տեղի ունենում կառավարությունում, հայտարարելով վերացրեք պրիմիտիվ գողությունը։ Դուք պատասխանատու եք ֆինանսների համար։ Հարցը հետևյալն է. ֆինանսների մասին է խոսքը։ Շատ են գողություն եղել։ Ես չեմ կարող ասել, վարչապետի նմանատիպ խորհուրդ նաև հանձնարարական է ֆինանսների նախարարությանը։ Թույլ տվեք ես մտնեմ իմ աշխատանքի մեջ, ես ձեզ խոստանում եմ, մենք ունենանք ընդհանուր հարթակ շփվելու, եւ դա լինելու է կանոնակարգված։ Խնդրում եմ ճիշտ հասկացեք։ Այն Մարտիրոսյանի հետ աշխատել եք եւ ըստ էության տեղյակ եք բոլորը։ Թույլ կտակ ավարտեմ։ Թույլ կտակ ավարտեմ։ Հիմա դուք ասում եք Այո։ Չկփոխեք, լավ։ Ըստ էության այդ տարիներին Ոչ չեմ իմացել, բայց ես մի բան, ինչ եք դուք ասում, եթե ասենք ինչ-որ մի տարբեր աշխարհում նմանատիպ խնդիրներ կամ խեղումներ միշտ է համակարգերը ունենում են։ Դա նաև դրոշակ է բարձրացնում, որպեսզի մենք անմիջապես ձեռնամուխ լինենք համակարգը գցենք ավելի նորմալ վիճակի մեջ։ Խոսքը դրա մասին է, թույլ կտակ ես։ Դժվարանում եմ այս բանին ասել։ Դուք ինչ ժամանակ ուղղակի չեք տալի, որպեսզի ես ձեր նկատմամբ հաշվետվեմ, ոչ միայն ձեզ։ Այո, ունեք համակարգը։ Ճիշտ եք, բայց ես ունեցել եմ իմ ոլորտը։ Այո։ Վերահսկելու նաև այն աշխատանքը։ Բայց նախագահի աշխատակազմում նույնպես ֆինանսների գծով եք դուք պատասխանատու պարոն Արամյան եւ լինելով առաջին տեղակալ պարոն Վիգեն Սարգսյանի, հաջատեղյակ եք ինչ է կատարվում պետական համակարգում։ Խնդրում եմ կասեք ինչ գողության մասին է խոսքը։ Ես դրա մասին չեմ կարող ասել։ Խնդրում եմ ճիշտ հասկացեք։ Երկու բառով պատասխանեմ ձեր հարցին։ Նախ ես երբ որ աշխատում էի ֆինանսների փոխնախարար, ես ունեի իմ հստակ կոորդինացման ոլորտը։ Դուք եթե տակ որևիցե հարց, դա մակրոտեսական քաղաքականությունն էր, դա միջազգային հարաբերություններն էր, դա ֆինանսական շուկաներն էր։ Եթե իհարկե դուք ունեք այդտեղից հարցեր, ես սիրով ձեզ կպատասխանեմ։ Ըստ էության դարձյալ նույնն է։ Բայց դուք արդեն ասում եք կրկնում եք ինչ որ ես ձեզ ասեցի։ Թույլ կտակ։ նախագիչ լրացուցի։ Գիտեք, դա արդեն գալիս է երկրորդ հարցը, դուք արդեն խոսում եք ծրագրի մասին։ Եթե ես ծրագրի մասին հիմա ձեզ ասեմ ինչից եմ սկսելու, ոնց եմ գնալու առաջ, համար առաջին։ Մենք պետք է ունենանք ձևաչափ ձեզ հետ հաղորդակցվելու։ Եվ ոչ թե ձեզ հետ, ձեզ միջոցով հանրության հետ հաղորդակցվելու։ Որովհետև գիտեք, ամենակարևոր բանը պետական կառավարման քաղաքականության մեջ դա ճիշտ հաղորդակցության ճանապարհներն է հասարակության հետ։ Հասարակությունը իր վարքագիծը կառուցում է պետական քաղաքականության պատասխանատուների ազդակների հիման վրա։ Հիմա համար առաջի բանը մենք պետք է ունենանք այդ ճիշտ ձևաչափը։ Ընդ որում գոյություն ունի նաև միջազգային փորձ, եթե քեզ մոտ դու չունես այդ հաղորդակցման ուղղությունները եւ ճշտապես չես հաղորդակցում, նույնիսկ լավ նախագծված ռեֆորմը դատապարտված է, որ ինքը կարող է գնել ձախողման։ Ինձ առնվազն պետք է գոնե 1 10 օր, բայց ես ձեզ վստահեցնում այս 10 օրվա մեջ իմ բոլոր ջանքերը պետք է ներդրվի բյուջեի կառուցման մեջ, որտեղ բյուջեն պետք է ենթարկվելու է բյուջեն, կրճատվելու է։ Ես հետևյալը ասեմ, էլի, բյուջեն կազմվելու է, որպեսզի մենք մեր հարկատուների փողերը խնայողաբար օգտագործենք եւ նպատակային։ Իսկ այս տարվա բյուջեն կրճատվելու է։ Բյուջեն սովորաբար կառուցվում է հարգելի գործընկերներ ելնելով տնտեսական իրավիճակից։ Ինքը ոչ միայն ֆինանսական փաստաթուղթ է, այլ նաև դրանով դու կարողանում ես եկած տնտեսական միջավայրում կարողանում ես ազդակներ հաղորդել։ Եվ դա պետք է լինի իրատեսական։ Օրինակ, եթե քո տնտեսական միջավայրը ներկա դրությամբ բավականին խնդրահարույց է տնտեսական պոտենցիալի տեսանկյունից եւ դու կառուցում ես բյուջե, որը որ անիրատեսական է մուտքեր ապահովելու մասով, դու դա ոչ այլ ինչ է, քան քո երկրի տակ իրականում թաքնված ռում տնելը։ Դա խիստ վտանգավոր է։ Ավելի լավ է հանրության հետ բացատրվել ինչ է կարելի անել։ Ինչու այս ծախսը ենթադրենք ավելի պահպանողական ենք։ Ինչու օրինակ այս ծախսի մասով աննպատակահարմար են գտնում
ապագայում այդ ծախսը կատել։ Այդ տեսանկյունից արդեն ես կարծում եմ մենք իրատեսական կներկայացնենք, այ կարծում եմ իմ աշխատանքը հենց դրա մեջ է լինելու, որ մենք հանրությանը ճիշտ Ելնելով դրանից դուք համարում եք, ես 16-ի բյուջեից եք սեկվեստրը հնարավոր։ 16 բյուջեն արդեն անցած է, գիտեք 16 բյուջեն 17 թվին ես հիմա գնում եմ, եթե դուք ինձ իհարկե թույլ տաք, իմ լավ գործընկերներ, ես թույլ տվեք գնամ աշխատել։ Մակրոտնտեսական ցուցանիշներից դուք գոհ եք, ինչ եք ակնկալում տարվա արդյունքներով։ Տարվա արդյունքներով ամեն դեպքում դեռ դա քննարկում ենք մենք հիմա ԱՄՀ-ի հետ, կամ բազմաթիվ գնահատականներ, տնտեսական աճի 2.2-ից մինչև 3.5% իրական տնտեսական աճի, բայց կան նաև հանգամանքներ։ Մենք պետք է այդ հանգամանքների հետ հաշվի նստենք։ Դա հիմնականում երկուսն է, որը 2013 թվականից տեղի ունեցել։ Առաջի խողովակը, ի դեպ այդ ցնցումը եղել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանի այլ երկրներում, եւ երկրները տարբեր ձևով են արձագանքել դրան։ Ամեն առաջին դա ունենք 2013 թվականից հետո նկատվեց, որ եկամուտների միջոցների հակառակ ուղղությամբ շարժում եղավ։ Հայ արևմուտքից դեպի արևելքը հակառակ փոխվեց, արևելքից դեպի գնաց արևմուտք։ Դա իհարկե առաջացրեց փոխարժեքի ճնշումներ։ Տարբեր երկրներ տարբեր ձևով արձագանքեցին։ Եվ բնականաբար դա նաև բերում է շուկաներում գների ճշգրտման դեպքում նաև հիմնական այդ ապրանքների, բայց Հայաստանի Հանրապետություն եւս ամասչի գլոբուսի վրա ենք մենք ապրում, մենք լուսնի վրա չենք, բնականաբար մեր վրա կազդեր։ Մյուս ուղին դա բնականաբար Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներն են, հիմա ուզենք թե չուզենք, մենք ամեն դեպքում որոշակի ինտեգրացիայի մեջ ենք։ Ես մի բան պայմանավորվենք, հարգելի գործընկեր, նախ համար առաջինը դա ճիշտ չի, որպեսզի մենք անցածի վերաբերյալ գնահատականներ տանք, որովհետև ինչ-որ մի վաղը միսօրը ես ինքս կարող եմ եկալ գործի տեղափոխվեմ, իմ հաջորդը երբ որ գա ասի, գիտեք, այստեղ այսպես խնդրեմ է, մսխվել է, լավ չի արվել, ինչ չի արվել, կամ ինչ-որ շարժառիթներ բան կան, դա մենք ընկնում ենք հիմնական գործից, շեղվում ենք, արդեն կներեք իհարկե այն բամբասանքների հետևից են գնում։ Ճիշտ կլինի, մենք ուրիշ ձևով աշխատենք ձեզ հետ միասին, իդենտիֆիկացնենք խնդիրը, իդենտիֆիկացնենք գործիքները, գործիքակազմը եւ մտածենք մենք ինչ ռեսուրս ունենք, ինչպես ենք հասնելու դրան։ Եվ դա լինի թափանցիկ եւ հանրությունն էլ հասկանա։